Շորջան եկաթղթերս հանձնեցի թոշակի հետ կապված ինտերնետով էլի դիմում ուղարկեցինք, բայց մի բան մոռացել էի բերեի հետս մեր ամուսնության այդ վկայականը։ Գնամ հիմա տուն վերցնեմ բերեմ, որովհետև երկուշաբթի օրը չեն աշխատելու, ես պետք է անպայման հուլիսի մեջ ուղարկեմ, դե ավելի շուտ ուղարկեմ, որ իրենք արդեն քննեն, այստեղ ամեն ինչը գիտեք երկար է տևում, դանդաղ է լինում, այնպես որ այսպես ֆրանտերնիտեում օգնեցին բավականին լավ, կարող եք դուք էլ բերել, եթե որևէ փաստաթղթային գործեր ունեք, ադմինիստրատիվ դիմումներ, թե տիտղոսեժուղի հետ կապված, թե քաղաքացիության, հատկապես եթե տանը նորմալ կոմպյուտեր չունեք ու մի քիչ էլ կասկածում եք ձեր ուժերին, քանի որ մանրուքներ կա, որ իրոք կարող է նաև չհասկանանք, էլի։ Մի խոսքով, հիմա գնում եմ տուն, այստեղ ընդմիջում պիտի լինի, ընդմիջումից հետո ժամը 3-ին կբերեմ։ Խանութներով այսպես գնամ, մի փոքր առևտուր ունեմ անելու, այդ կանեմ ու արդեն կգնամ տուն հաց կսարքեմ, հաց կուտենք, օրվա կեսից կգամ։ Այսօր այդ գործը շատ կարևոր է անեմ, ուղարկեմ։ Ահա, այստեղ եմ գալիս։ Իդեպ այստեղ կարող եք նաև ֆրանսերեն սովորել։ Արդեն հետ եմ եկել տուն, որ այդ լիվը այդ ֆամին վերցնեմ և տանեմ, բայց քանի որ հիմա ընդմիջման ժամն է այնտեղ, որոշեցի ճանապարհին մտնել խանութ, արագ հիմա ինչ-որ ուտեստ կպատրաստեմ, հավիքս քամիս վերցրեցի և մի քանի բաներ հիմա ցույց տամ և արդեն արագ շորերս փոխեմ, անցնեմ գործի ու հասցնեմ տանեմ, արագ արվի հուլիս ամսվա մեջ, որ նշել եմ անցած տեսանյութում, դա շատ կարևոր է, եթե ես հիմա չհասցնեմ իմ դոսիեն հանձնեմ, ուրեմն արդեն դեկտեմբերի 1-ից չեմ ստանա, էլի պակաս կլինի, արա հարցել է, որ այդ անում ենք իրանք պիտի ստուգեն արագ, տեսնեն պակաս բան կա, թե չկա։ Մի խոսքով գնումներս ցույց տամ, ձեռքով բերեցի, հեռու խանութ չէր, մտա արագ, ինչը որ էս պահին պակաս էր տանը և կար թարմացնելու, քանի որ ես զբաղված էի, կարեն և պիտի խանութներ գնային, բայց ես հրաժարվեցի, որովհետև ինձ համար էս թոշակի գործը ավելի կարևոր է, խանութներն էլ անդադ գնենք, հիմա նույն համարյա բաները ես գնել եմ, բերել եմ, առանց երկար պտտվելու, որ գնում ենք արդեն շատ երկար են պտտվում, ես իմ փաստաթղթերն է, դնեմ այստեղ, և արդեն ցույց տամ, թե ինչ եմ գնել, առանձնապես շատ բան չեմ գնել, հավիկը ցքամիս եմ գնել, տուփի մեջ 1 կիլոգրամ է, մասկարպոնե սպանդից եմ գնել, անցած անգամ սլիվկա գնել էի, օգտագործել եմ էլիումն եմ, կրեմ կսարքեմ, թեթև այս օրերին թխված, ձու, ջոկել եմ խոշորը, լոլիկ, և այս լորա մրգին, ես սա առավոտյան ուտում եմ, արդեն գիտեք, վարսակի պատիվների հետ, այսօր էլ եմ վարսակի պատիվներ շիգա սարքել և կերել, առանց յուղի, առանց ձերքի։ Վարունգը մատչելի էր, դրա համար վերցրեցի, 1 եվրո էր մի հատը, 3 հատ վարունգ վերցրեցի, անցած անգամ այս խանութից վերցրել էի 65 սանտիմեր, մի ավոկադոն այսօր 1 եվրո էր, բայց վերցրեցի, լավն էր, մի հատ, շատ չեմ ուզում, շոքերը, ահա որ արդեն շոքերը նորից ընկել են, այսօր զգացվում էր արդեն, դրա համար, որ թողնում եմ, դե ավոկադոն սառնարան դնել պետք չէ, շուտ եմ, էլի, չանում, մի հատ հաց եմ, բայդետ եմ վերցրել, ուրեմն այս սև հապալաս, հապալաս եմ վերցրել, և անդիվը, քանի որ ընկույզ ունեմ, կօգտվենք առիթից և անդիվից աղցան կպատրաստենք, չնայած վաղը հյուր եմ ունենալու, կմտածեմ, թե վաղը ինչ պատրաստեմ, այդ արդեն վաղը կտեսնենք, դե ինձ սիրելիներս հիմա արագ գնամ շորս փոխեմ և արդեն գամ ուտելիք պատրաստեմ, քանի որ սոված եմ արդեն ժամը 1:30 է։ Ինչպես եմ պատրաստում, մոտիվացնեմ ձեզ արագի մեջ, ուրեմն ժողովուրդ ջան, 4 հատ է, ես 2 հատը կպատրաստեմ հիմա, 2 հատն էլ կպահեմ, աղցան բան կպատրաստեմ, էլի, ահա, քանի որ հավել ունեմ, որոշել էի հավ պատրաստեի, դրա համար 2 հատը հարմար է, արդեն հավը որ պատրաստեմ, այն ժամանակ սա ավելով կլինի, այս պահին հիմա արագ ուտելու համար եմ պատրաստում, ահա, սա դնենք, չեմ ուզում շատ
Այսպես իրեն խփեմ, մուրճիկը շատ ավելի ծանր է, մի թեթև ուղղակի թուլացնեմ և մյուս կողմից։ Հավը պետք չի լվանալ և պետք է արագ պատրաստենք։ Եթե ոչ, ապա սալմոնելոս միկրոբներ են անմիջապես հավաքվում և խորհուրդ կտամ, որ միշտ զգույշ լինեք, ասում են նույնիսկ սառնարանում, նոս Արցախցիքում, թեկուզ, որ դնում ենք պետք է կողք ուրիշ բան չլինի, իմ տարբերակում էլի հավի կոտլետներ աղա արեցի, հետո մի փոքր սև պղպեղ եմ անում, հավի քարին անպայման, շատ չեմ անում, սխտոր չեմ անելու այսօր, և մի փոքր ուղղակի համի համար կարմիր պղպեղ, այս մի լավ տարածեմ, նույնը մյուս կողմից, և սևը մի փոքր, քարին շատ չեմ անում, ահա, այսպես ժողովուրդ ջան, հիմա մի փոքր ծակ-ծակեմ և արդեն ձիթապտղի յուղի մեջ տապակեմ, շատ արագ են տապակվում, այս ընթացքում մի հատ նայեմ տեսնեմ հետը հարմար ինչ կա, որ էլի արագ պատրաստվի։ Ձիթապտղի յուղի մեջ տապակում եմ երկու կողմից հավի կրծքամիսը տեղը տեղում։ Այս ընթացքում վերմիշել որոշեցի պատրաստել և հիմա իմ հալաճյուղով վերմիշելը տապակում եմ, մի փոքր ջուր կավելացնեմ և արդեն պատրաստ կլինի։ Հավի կրծքամիսը մյուս կողմից էլ պատրաստ եղավ, արդեն տեսեք ժողովուրդ ջան, ինչքան լավ է տապակվել և արդեն վրան ավելացնում եմ սերուցքը, մի լավ այսպես ինքը սերուցքի մեջ էլ է եռում, եփվում, վերջնական և հալվող պանիր եմ վրան ավելացնում, շատ համեղ է, փորձեք, սերուցքային սոուսները շատ համեղ են և արդեն մեր օրվա ուտեստը, հավի կրծքամիսը վերմիշելի փլավով, պանիր կանաչի և բանջարեղեն։ Ժոր ջան էլի դուրս եկա, չալարեցի, Կարինը ծիծաղում ասում է տրճիկ տուր, հասկանում եք ինչա նշանակում տրճիկ տալը, տրճիկ տալով մի գնամ, շատ հեռու է, բայց ոչինչ պիտի գնամ, տարբերակ չունեմ։ Ես կողմնակից եմ երկաթը տակ-տակ ծեծելուն, միշտ եմ այդպես եղել, հիմա էլ դե որ փաստաթղթեր էստեղ էլ մի քիչ ավելի ուրիշ ձևով է լինում, դրա համար պետքա ճիշտ ժամանակին ամեն ինչը ներկայացնես։ Մի հատ էլ նայեցինք այդ իմ դիմումը քաղաքացիության համար, որ տվել էի փաստորեն վերջին անգամ ինչ-որ փաստաթուղթ, որ ուզել էին, անցած տարի հուլիսին եմ տվել, կարծեմ թելի է ժամանակ, այլ հուլիսն է, նկատի ունեի առաջ, թե հետո էլ ամսվա, մի խոսքով դա են նշել, այսինքն 25 թիվն է վերջինը, մի թե էլ երբ իրանք կանդրադառնան իմ թղթերին, արդեն դա հարց է։ Արևը նորից դուրս եկավ, լավ շոկ է, ճաշը շատ համեղ էր, հատկապես այդ սոուսը լցրեցի վերմիշելի վրա, դե հավն էլ արդեն այդ սերուցքային սոուսի մեջ եփվեց, արտակարգ համեղ էր։ Սիրում եմ ես սերուցքային սոուս, բայց տոմատով սոուս, այդ ձև տոմատային չեմ սիրում։ Մի խոսքով տրճիկ տալով շատ արագ գնամ ժողովուրդ ջան։ Կհանդիպենք, եթե հավեսը ստեղն էլի կարող է հետ գալուց խանութ բան էլ մտնենք։ Առայժմ ովքեր լիլ քաղաքից են և գիտեն Լակլեն որտեղ է գտնվում, Լակլեի նույն փողոցի վրա է այս կազմակերպությունը, որտեղ կարող եք դիմել և ցանկացած հարցով իրենք ձեզ կօգնեն, ահա, Լակլեն այնտեղ էր, և շրջվում ենք դեպի Էսպաս Ֆրատերնիտե, որտեղ ձեզ կօգնեն ցանկացած հարցով, ահա, շաբաթ օրը աշխատում են, երկուշաբթի ազատ օրն է, և մոռացել էի ես Livret de Femme-ին, ահա սա էի մոռացել, հիմա կլրացնենք։ Ոյ վերջացեցի ժողովուրդ ջան, չնայած մի թուղթ մնաց, ասեց եթե իրենց դա խիստ կարևոր լինի, կուղարկեն իմ
փոստի էլեկտրոնային հասցեին եւ անհրաժեշտ կլինի իմ աղջիկա ագդնեսանսը ծննդականը եթե չէ որ արդեն գնամ Հայաստան այն ժամանակ պատրաստի կբերեմ որ կարողա հետո ուզեն այսպիսի բաներ ես սխալ է հասկացա Ռոման այնտեղ տեղ կա այսինքն համատեղ երեխաներ ունենք ապրող այստեղ ապրողը պետք է լիներ չնայած ինքը նշեց որ այնտեղ ապրում բայց երևի պայտակ չէր կողմնորոշվել որ դա մեր համատեղ երեխան չի բայց արդեն քանի որ ուղարկել է բնականաբար այդ ուխտը պետք կգա ինչևէ ստվեր տեղերով եմ գնում քամին դե անպակաս է շատ լավ է որ ստացվեց գործս խիղճս հանգստացավ հիմա արդեն հանգիստ գնամ տեսնեմ ուր եմ գնում կարող եք գուշակել ես ինչեր են ինձ թվում է գուշակեցիք կգրեք տեսնեմ ճիշտ է գուշակել ու շոկը որ ընկնում է արդեն խեղտոց է ալնում նայեք ճանապարհից այս հրաշք շինությունն է որը նախկինում ամրոց է եղել ինչ-որ մեկի ամրոցն է եղել իսկ հիմա պրեֆեկտուրան է իր քաղաքի հայերեն ասած անձնագրային բաժինը որտեղ շատերը երազում են ընկնել փաստաթուղթ ստանալու համար արդեն գալիս ենք այս կողմով թույթ չեմ տվել ձեզ այս տարածքը հիմա ցույց տամ շատ հայտնի հյուրանոց է հիմա ես փողոցը կանցնեմ այս կողմով տեսեք ինչ սիրուն շենքեր են ամենուր սիրուն շենքեր եմ ցույց տալիս մեր քաղաքի լավագույն տեղերում սա էլ մեր թաղամասի քաղաքապետարանն է այս հատվածով դուրս գանք էլի խանութների փողոցը ես կենտրոնական հատվածում եմ էլի գտնվում սա էլ հենց այդ միացնող փողոցի վրա գտնվող հիանալի էլի շենքն է հատկապես բալկոնը շատ դուրս եկավ տեսեք ինչքան հին շենքեր են շրջեմ ես կողմ սա հյուրանոցն է ծաղկումինն էլ մեր քաղաքապետարն է եկա այդ փողոցով եւ Իվրոշեի առաջ տեսեք ինչ են գովազդում որպեսզի մարդիկ միշտ չուտեն եւ ընդհանրապես կենդանիների հետ կապված որևէ սնունդ կարագ թթվասեր ինչը որ արտադրվում է կենդանիների ձու այսինքն վեգետարիան լինեն էլի զուտ այս ակնոցավոր երիտասարդի հետ զրուցեցի բավականին լավ բան են մտածում բայց ամեն մարդ չի կարող կոնկրետ ես չեմ ուտում ոչխարի եւ խոզի միս բայց դե Ժորժան արդեն տուն եմ գնում լավ մանեկ այսօր այս շոքին այդքան ոտքով արդեն 5-ից քանիս է պակաս շատ խանութներ մտա բայց բաներ կար չնկարեցի որովհետեւ հատկապես մանգոյում շատ մարդ կար Եվրոշեից մի երկու բան գնեցի ցույց կտամ տանը այսպես շատ հոգնեցի ճիշտ ասած այսքան մանգալ կլինի որ ես մանեկա բայց դե լավ էր նույնիսկ հրապարակում մի աղջիկ էր սկսել երգել էլ չգնացի նայելու գնամ պատրաստվեմ որ վաղը հյուր եմ ունենալու Հարսանիքից առաջ էստեղ ընդունված է աղջիկները այս խումբը ընդունում ամբողջ քաղաքը գժություններ են անում նայած թե որ խումբը ինչ ֆանտազիա ունի Maintenant je fais vidéo. Ah, vous faites une vidéo? Oui, c'est pour mariage, c'est quand sera mariage? Un mois. Ah, Vous voulez signer? Comme vous voulez. Voilà. Seulement signer? Un conseil Ce que vous voulez. Ժորժան, ասում են հարցին ինչ կկամենայիր, ինչ ես կամենում, ասում եմ համբերություն, գրեցի այնտեղ, հետնել արդեն խորհուրդ եմ տալիս հայավարի, ես ասում են հայազև, ասում եմ կապ չունի ազգը, պետք է մի քիչ համբերեք սկզբում դժվար է, հետո դուք մենակ ամուղ եք անում, սեր եք անում, բայց հետո պետք է կիսեք նաև կենցաղը մի խոսքով լեկցիա կարդացիացին, լավ, բա դուք քանի տարի եք ամուսնացած, այսքան շատ, ասի հա բա։ Նստեմ ժողովուրդ ջան, մի քիչ խոսեմ ու արագ անցնեմ գործերի, գործեր ունեմ շատ անելու, վաղը կիրակի հյուր ունեմ, մեր
Այն լավ ընկերուհուս ամուսնուն ենք հրավիրել մեր տուն։ Մի խոսքով այսպիսի բաներ այդ ամուսնացող աղջիկների խոխմեն էր։ Ուրեմն գրեցի այնտեղ համբերություն, հիմա իրանք զարմանում են, ասում են ինչի է ասեցիր, բացատրում եմ, ասում եմ դե համբերությունը հայավար էլի կարևոր է ամուսնության ժամանակ, դե սերը, սեքսը կանցնի, բայց եթե համբերատարեք, որ այդ ընտանիքի դժվարություն միասին եք կրելու, որ այսպես վաղը մյուս օրը երեխեք եք ունենալու, դժվարությունները մենակ սիրելով չի, դրա համար համբերություն եմ ցանկանում, որ այդ ամեն ինչը համբերես, հանդուրժես, բան ասես քանի աղջիկ էին բոլորս այս շշմած ինձ են տեսի չասում։ Բաժոր ջան, ուրեմն Իվրոշել մտա, էլի ես լավ կոլագենի կրեմը հակատարիքային գնեցի, խոնավեցնող և շատ լավ հատկություն ունեցող կրեմ է, խորհուրդ կտամ, որ դուք օգտագործեք և գոհ կմնաք, ինչպես նաև դեզոդորանտ գնեցի, 50% զեղչերով գնեցի երկուսն էլ ամեն դեպքում, նվեր ստացա, չգիտեմ ես ինչ եմ նվեր ստացել նայեմ, ուրեմն շամպուն եմ նվեր ստացել, այս շամպունը լավ են փոքր չափով հետս կտանեմ Հայաստան, մի խոսքով Ժորժ ջան, հիմա այն փաստն է, որ ես արդեն տվեցի իմ թղթերը, սպասում եմ արդեն, եթե որևէ պակաս թուղթ լինի, իրենք արդեն ինձ իմ մայլին կուղարկեն, մայլն էլ էր այնտեղ կարևոր նշել, ուրեմն մտավ, փաստորեն ասեմ, որ սայտով մտավ, ամելի եթե ունեք, այդ ամելի ապլիկացիոնով մտավ ինքը, դիմումը այդ տեղով գրեցին, դրա համար, երեք որ ասում էի վիտալ քարտն է պետք, հենց դրա համար է պետք, որ դրան միջոցով արդեն մտնի ամելի ու արդեն ընդեղ ամեն ինչ երևա։ Ֆրանսիայում ամեն ինչը կապված է իր այդ, բավական է միտեղ կամպյուտերի մեջ քո անունը, քո համարը, քարտի գրվի, արդեն բոլոր տեղերում քո մասին գիտեն։ Ես նույնիսկ որ գնացի հենց երեք այդ կազմակերպությունը, այնտեղ արդեն հենց առաջին անգամ ես ձեզ ասել եմ, իմ քարտը նայեց, մտավ, իմ տվյալները ասեց, անգիր, նույնը ամելիում էր գրած, այս տղան, որ արդեն լրացնում է, որ թվից եմ աշխատել, որ թվին չեմ աշխատել, որ թվին շոմաժ եմ ստացել, որ աշխատանք եմ կորցրել, որ թվին դասընթաց եմ արել, բոլորը իրենց մոտ հաշվառված և գրված էր, այնպես որ թաքուն բան չկա այստեղ, այսքանը Ժողովուրդ ջան, ինձ թվում է ամեն ինչ ասեցի, հիմա սպասենք արդյունքին, ես էլ արդեն գնամ փոխվեմ և արդեն անցնեմ իմ գործերին, պիտի մարինացնեմ հավը, պիտի մշակեմ, հանել եմ սառնանից, աղացած միս եմ հանել էլի, պիտի մշակեմ շատ լավ տարբերակով, մի խոսքով ուզում եմ երկու տեսակի ուտեստ պատրաստել, ու շատ ծանրաբեռնված բաներ չէ, աղցան, այն ինչը որ մնալու է հետո մենք ուտենք, դե բնականաբար հյուրերը բոլորը խոչ են ուտում, հիմնականում տանտերերն են ուտում, դրա համար այնպիսի բան պատրաստեմ, որ նաև մնալուց հետո մենք սիրով ուտենք, դե այս պահի համար այսքանը, ցույց կտամ ինչ եմ պատրաստել, չգիտեմ հարմար կլինի թե չէ, բայց ցույց կտամ ինչ եմ պատրաստել և դեսերտից էլ տիրամիսու, երկաժամանակ տիրամիսու չեմ պատրաստել, ես սիրում եմ տիրամիսու, Կարենը ռուսական խանութ էր գնացել, շատ են չոր լավ համով պեչենիներից էր բերել տիրամիսուինը ես ուրիշ սավոյարդի պեչենիներով եմ անում, բայց հիմա այդ պեչենիներով եմ արի, տեսնենք հələ արդյունքը ոնց է ստացվել, ինձ թվում է ավելի համեղ կստացվեր, դե այսքանը սիրելիներս, առայժմ Եկեք այսօր էլ զարմացրեմ իմ տիրամիսուով, երկար ժամանակ էր, որ չէի թխում, ի դեպ իմ սիրած դեսերտն է, իհարկե սավոյարդի պեչենիներով ավելի է դուր գալիս, առաջին անգամն եմ փորձում նման պեչենիով, տեսնենք արդյունքը, ինչպես կստացվի, էլի կասեմ, երբ տեսեմ, սա էլ արդեն կիրակի օր է, իմ նախաճաշն է, տեսեք, սուրճի մեջ ես կարագ եմ գցում սովորաբար, որը շատ կարևոր է արթնացող օրգանիզմի համար, երեկոյան թրջել եմ չիայի սերմերը յոգորտի մեջ, հիմա արդեն
Տեսեք ինչքան ուռած է եւ պատրաստ է եւ հապալած։ Սա էլ արդեն պատրաստածս ուտեստներն են։ Մի քանի բան ընթացքում կավելացնեմ, թարմ ջարեղենով աղցաններ եւ արդեն իմ անձիվով աղցանը։ Սա պարտադիր ես պատրաստում եմ հավի նման տարբերակ մի օր ցույց կտամ, կոտլետների պաքսիմատն է այդպես վառվել, կոտլետը վառված չէ, եւ իմ դրած չորաթթուն, մի փոքր սմբուկի խավիար, ոլոր, պանիր եւ խորոված պղպեղ։ Ահա ժողովուրդ ջան, շատ համեղ են ստացվել եւ բնականաբար կտրել եմ արդեն տիրամիսուից, տեսեք ինչպիսի տեսք ունի, տարբերվող էր, կարծես սա թխված կլիներ։ Երեկոյան հաճելի եղանակ է, շատ շոկ չէ, գնում եմ տուն, բայց միշտ անցնում եմ այս կոնսերվատորիայի մոտի պարկինգի մոտով, այդտեղ մի մարդ հաղստական էլի, արդեն քանի տարի ճանաչում եմ, ինքը իր համար բիզնես ա դրել, մեքենաներին տեղ ա տալիս, կանգնացնում ա մարդիկ էլ իրեն այդպես գումար են տալիս, ձմեռ ամառ էստեղ ա դուրս ա գալիս այնքանով, որ թեկուս ինչ որ ոչ օրինական, բայց մարդը աշխատում ա, ոչ թե փող ա մուրում էլի։ Հիմա էլ գալիս էի հարցնում ա ոնց ես, խոսում ենք էլի, ճանաչում այն օրը որ գնում էի ասում այս չես աշխատում, չես երևում, ասի չէ չեմ աշխատում։ Իմին օր ասում հələ ինչքան ես աշխատելու, ասի վերջ, միջև չորեքշաբթի եմ ստեղ, ասում եմ վաղվանից շոքեր այլ ինքն էլ ուզգուշ, քեզ ոնց որ ստեղ ասում եմ բոնկուղ էլի, քաջություն, որ այս շոքերին դիմանաս, որտեվ ամբողջ օրը դրսում ա, ու բոլորը որ անցնում են բարևում են, ինչի եմ այսքան երկարացնում, որ այդ առումով այստեղ տարբերություն չեն դնում, էլի պահակա, օտարերկրացիա, ինչ-որ միտեղ բոմժ ա, այդ հայերի ասած, բայց մարդ ա։ Այ դա ա, որ Ֆրանսիայում շատ լավ ա էլի դա ալնում, ճիշտ ա դե իրա դրական ու բացական բաները կան ամեն մեկի հետ կապված հարցեր, բայց կոնկրետ այս մարդու հետ կապված դա էր։ Հետո այդտեղ հացաբուրգեղենի խանութ կա, այդ կինն ա, երևի ինչ-որ տեղ ա տանում պահեստային, ասում հեծանիվով բաներ ա տանում, այդ հեծանիվով սիգնալ ա տալիս, որ այս մարդը իրան նայի բարևի։ Ուզում եմ ասեմ ուշադիր են էլի բոլորն են։ Այսքան բան ժողովուրդ ջան։ Դե առաջ եմ գնում, վաղը իրոք շոքեր ա լինելու։ Տեսնենք ինչ ենք անում։ Ահա եւ այդ մարդը։ Սա էլ պարկինգը։